Կառավարությունը եղած դրամական աջակցությունը ավելի սոցիալապես ճիշտ հասցեագրման միջոցով կարիքավոր ընտանիքներին է ուղղում։ Բայց իրենք կարիքավոր չէ, եթե իրենց տները թողել են, եկել են այստեղ եւ վարձով են ապրում։ Չեք ուզում, ես մինչև վերջ պատասխանեմ, դուք ինձ հաց եք տվել, չէ՞։ Եվ ասել եմ, եթե ժամանակ է պահանջվում, որ մենք շարունակենք մեր քննարկումը եւ ձեր առաջարկություններից նրանք, որոնք որ օբյեկտիվ են, ռացիոնալ են, դրանք հաշվի առնելու ուղղությամբ աշխատենք, գանք ընդհանուր հայտարարի, մենք կարող ենք 1 ամիս ոչինչ չանել, այսինքն շարունակել 1 ամսվա ընթացքում աջակցությունը, նաև նրանց ում մենք հիմա նախատեսում ենք ապրիլի 1-ից կամ արդեն իսկ ընդունված որոշումով նախատեսված է, որ իրենք այդ աջակցությունը չեն ստանալու, եւ դա բավարար ժամանակ է, որ մենք կարողանանք մեր հետագա անելիքները որոշել։ Եթե հիմա իրենք դա կապում են որպես այնպեսի բայց ես մի բան եմ ասել, ասեմ, այն ձևաչափը, որով հիմա դուք ձեր առաջարկությունները ուղղում եք կառավարությանը, դա մեզ համար աշխատանքային ընդունելի ձևաչափ չի։ Դուք ունեք հնարավորություն կազմակերպված եղանակով գրասենյակային նորմալ աշխատանք կատարեք, ձեր առաջարկությունները ներկայացնեք, չի եղել, չէ՞, դեպք իրենք կոնկրետ ձևակերպված առաջարկ անեն, մենք ասենք չենք հասկանում կամ չենք ընդունում։ Այն ինչ վերաբերում է անցյալին վերադառնալ առանց նախապայմանների, այսինքն հետ գնալ մինչև 2024 թվականի նոյեմբերին կայացված փոփոխությունների վերաբերյալ որոշումը եւ հետ շրջել, մենք դա ի սկզբանե ենք ասել, որ այդպեսի բան չենք անի, որովհետեւ մենք շարունակում ենք մտածել, որ ես այդ հանրային եթերում եմ հնչեցրել, ինչ տնենք, ինչպես անվանենք, եթե մենք պետք է 50,000 դրամ տանք մեկ մարդու, որ 400,000 դրամ աշխատավարձ է ստանում։ Այդ հարցի պատասխանը որևէ մեկը կարող է տալ։ Բայց եթե 400,000 աշխատավարձ է ստանում, ունի ընտանիք եւ ապրում է վարձով, երբ վարձը 150,000-ից ավել է, այս դեպքում դուք շատ եք համարում իր աշխատավարձը։ Ես ոչինչ շատ չեմ համարում, ես բացատրում եմ, թե կառավարությունը եղած սուղ դրամական միջոցները ինչպես է հասցեագրում դեպի անհրաժեշտ խնդիրների։ Վակցիների համար պետք է արվեր այդ խնայողությունները։ Նրանց հաշվին, պարոն Խաչատրյան։ Դուք չեք լսում նաև այն պարզաբանները, որոնք ես առիթ ունեցել եմ 2 օր առաջ դրանց մասին մանրամասն խոսելի խմբերին պետք է տալ։ Միայն դա չեմ ասում, ես ասում եմ կառավարությունը կայացրած է եղել որոշում, որով ասել է, որ խնդրի հիմնովին լուծումը երկարաժամկետ բնակարանային ապահովության ծրագիրն է, որին ցավոք սրտի դիմելիությունը դեռևս շատ ցածր է։ Այնտեղ է լուծումը, թող գնան դիմեն սահմանված կարգով, ստանան իրենց հասանելիքը եւ երկարաժամկետ կանոնավոր նորմալ լուծում ստանան։ Ինչու չեն անում, այսինքն պատասխանը ապակցել ընդհանուր նկարին։ Հիմա քանի հոգու մասին է խոսքը, որ այս խնդրի առջև է կանգնած, քանի հազար։ Եթե կարելի է նաև հարցերը սահմանափակենք, որովհետև ես մեկ ուրիշ հանդիպում ունեմ, պարոն։ Եվ մեկ հարցել, արդյոք դուք համատականդրել եք եւ ասել եք, որ նույն խնդիրը նաև հայաստանցիները ունեն, ինչու եք դուք առանձնանում։ Էլի մեկնաբանության հարց է, տեսեք, ես ոչ թե ասել եմ, որ ինչու եք դուք հարց տալիս, մենք հայաստանցիների դեպքում այլ կերպ ենք վարվում, ես ասել եմ, երբ որ դուք հարց եք տալիս, պատկերացնում եք, չէ, որ մեր համանման հարցեր մեզ կարող են տալ նաև, որովհետև մենք միասնական սոցիալական քաղաքականության ձգտող, իհարկե Լեռնային Ղարաբաղից տեղահանվածների համար ժամանակավորապես արտոնյալ աջակցություն ենք ցուցաբերում։ Մենք մեր բոլոր որոշումները պետք է նաև համեմատությունների մեջ կայացնենք։ Ես